Պարոն Ավինյան, բարի եղեք գոնե նավակներ տրամադրել, որպեսզի կարողանանք հաղթահարենք այս ամենը։ Տարվա առաջին անձրևը փետրվարի 27-ին ողողել էր մայրաքաղաքի փողոցները, կամուրջներն ու անցումները։ Ոչ ճանապարհն էր երևում, ոչ էլ խորը փոսերը։ Ջրի մեջ խրված մեքենաների վարորդները չգիտեին, երբ ու ինչպես կավարտվի իրենց նավարկությունը։ Նաև խորությունը չեն տեսնում, որ ամենավտանգավորն է։ Մեքենաներին մեծ ահավոր վնաս է տալի, գումարային եւ մարդկանց ներվերի հաշվին։ Երեք շատ կեշեր վիճակը, այո, դունեն չէիր գնար իշնել վար։ Մալաթիայում ջուրն էր ծածկել ճանապարհը, իսկ Դավթաշենի կամուրջը իսկական սահադաշտ էր դարձել մեքենաների համար։ Մարդկանց զայրացնում է քաղաքային իշխանության լռությունն ու անտարբերությունը։ Ավինյանը մոտիկ այստեղ հարցրեք իրան, ինքը գիտի լավ։ Ամեն ինչ պիտի անեմ, որ ընդհանրապես եւ քաղաքը եւ քաղաքացիները դժգոհություն չունենան, դա իմ կարծիքն է սուբյեկտիվ, որը չեմ տեսնում։ Քաղաքացիները գիտեն, որ ջրատարները խցանված են ու չեն աշխատում, իսկ պատասխանատուները մատների արանքով են նայում խնդիրներին։ Երևանցիները համոզված են, քաղաքային իշխանության միակ նպատակը ամենազատ մետրի վրա մի նոր շենք կանգնեցնելն է, որ արագ լցնեն արդեն իսկ չաղլիկ գրպանները։ Քաղաքային իշխանությունների սուր խնդիրն է, կոմունալ ծառայությունների եւ քաղաքաշինության։ Ինչու՞, որովհետեւ այսքան սպասարկման օբյեկտներ են բացում, այսքան շենքեր են կառուցում, հաշվի առել են, թե ինչ խնդիրներ են առաջանալու դրա հետևանքով, եւ ջրամատակարարման, եւ ջրահեռացման, կոյուղաջրերի եւ անձրևաջրերի հեռացումը ես չեմ պատկերացնում, այսպես մատների արանքով ինչպես կարելի է այդ խնդրին նայել։ Իշխանության ագահության պատճառով է, որ չեն լուծվում քաղաքի խնդիրներն, ասում է Մայր Հայաստան խմբակցության ղեկավարը։ Ինչ են անում հարկատուների գումարները։ Վերջին 2 տարում քաղաքի սեփական եկամուտները շեշտակի աճել են, ի հաշիվ առաջին հերթին գույքահարկի եւ այս խայտարակ մեծ թվով շինթույլտվությունների։ Քաղաքային իշխանությունները ընդհանրապես կենտրոնացել են նրա վրա, որ Երևանը Երևան լինի, տոն լինի, դրոններով սրտիկներ նկարեն, որ Նիկոլ Փաշինյանը սելֆի անի, եսիմ ինչ անի։ Չայնու պերևալներն։ Ձյան պատճառով որոշ ճանապարհներով երթևեկելը պարզապես անհնար է դառնում։ Արագածոտնի մարզում Նիգավան Սպիտակ ավտոճանապարհի մոտ 15 կիլոմետր հատվածում 100-ից ավելի ավտոմեքենաներ չեն կարողացել տեղաշարժվել։ Փրկարարներն են ձնակույտերից դուրս բերել ավտոմեքենաները։ Տաք եղանակ դեռ չեն խոստանում օդերևութաբանները։ Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 8-ից 10 աստիճանով։ Զարուհի Սահակյան, Աշոտ Մնոյան և Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։